բոլոր դեպքերում Կառավարությունը հավանություն տվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած տեսալսողական մեդիայի մասին օրենքում մի շարք խստացումներ նախատեսող փոփոխություններին։ Ընտրություններից առաջ մշակված այս նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը, հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի եւ այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա, ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն եւ վերահսկելիություն։ Չեմ հասկանում այն հրճվանքը, որով որ սա ներկայացվում է, չեմ հասկանում, թե ինչու է այսպես փակ ռեժիմով ամեն ինչ տեղի ունեցել։ Մինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Facebook-յան գրառմամբ կարծիք էր հայտնել, թե նախագիծը երկիմաստ մեկնաբանություններն է եկել կանխելու, մեդիա փորձագետները վտանգներն են ծանրու թեթևանում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը բարի ցանկություններ տեսնում է, բայց եւ կարծում է մտահոգիչ ձևակերպումներ կան, որոնք իշխանությանը ազատ մեկնաբանության տեղ կարող են թողնել։ Այդ սահմանադրական կարգի տապալման կոչերը, չգիտեմ, այնտեղ ռասայական, կրոնական խտրականություն քարոզել եւ այլն, այդ ամենը մեզանում արդեն արգելված է, քրեական օրենսգրքով է արգելված եւ բավականին այսպես հստակ է այդ ամենը գրված։ Կարծում եմ, որ սա նախընտրական շրջանի համար լրացուցիչ կարգավորումներ է նախատեսում խստացնելու այդ իրավիճակը, իսկ ցանկացած խստացում, այս տիպի խստացում, իր մեջ ռիսկեր է պարունակում խոսքի ազատության տեսանկյունից, կարծիքների ազատ արտահայտման տեսանկյունից։ Նախագծում մանրամասն գրված է ինչն է արգելվում տարածել տեսալսողական հաղորդումներով։ Սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու տեղեկատվությունը, բռնության եւ դաժանության քարոզը, ազգային ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքող բովանդակությունը։ Գործող օրենքում դրանք հատ-հատ թվարկված չեն։ Միայն գրված է, որ չի թույլատրվում օրենքով արգելված արարքների կոչեր տարածելը։ Ընդլայնվել են հեռարձակմանը հետևող կարգավորող մարմնի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները։ Հենց այս պետական մարմինը պետք է որոշի, օրինակ, ինչ է բռնության եւ դաժանության քարոզ, ինչը ոչ։ Իսկ եթե քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ նկատի, պետք է դիմի իրավապահներին։ Առցանց տիրույթին այս փոփոխությունները չեն վերաբերում։ Աշոտ Մելիքյանը չի հասկանում, ինչու են կենտրոնացել հեռարձակման դաշտի վրա։ Լրացուցիչ լիազորություններ են տրվում, այդ թվում նաև այդ լիազորությունը որոշ առումով հիշեցնում են կաթնային մոտեցումներին։ Տեսնում ենք, որ ՏԱՏԱ-ում ինչպիսի բարդ վիճակներ, օրինակ նույն Սամվել Կարապետյանի հետ կապված, ասենք մեր ձևով այդ ինչ է, հոգեբաններով, լեզվաբաններով չեն կարողանում հասկանալ ինչը վերջ, իսկ այստեղ կարող է հանձնաժողովը, որը շատ ավելի պարզ է, որ կառավարությանը ենթակա մարմին է, հեշտությամբ կարող որոշի, որ վերջ, փակում ենք ու արգելված բովանդակության տարածումը ոչ միայն տուգանքով, այլ ընդհուպ ծրագրի դադարեցմամբ կարող է ավարտվել, ու սա ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա տեսալսողական ծրագրերին է վերաբերում։ Նախագծով առաջարկվում է արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ մեդիա փորձագետ Արթուր Պապյանը կարծում է, փոփոխությունը արտաքին միջամտությունից լրատվական դաշտը պաշտպանելու անվան տակ է ընդունվում։ Գուցե դա այդպես է ասում է, բայց գուցե հետին նպատակներ կան։ Որտեղ եթե խորանանք, դուրս է գալիս, որ օրինակ Euronews-ը կամ CNN-ը հանկարծ Հայաստանի իշխանություններին ոչ հաճույք կոնտենտ տարածեն, կարող է հանձնաժողովը որոշել, որ արգելափակում է եւ նույնիսկ արխիվից հանվում է, ինչը շատ խնդրահարույց է ժողովրդավարության տեսանկյունից։ Այո, հասկանալի է, որ կամ ենթադրվում է, կամ հավանաբար այդպես է ներկայացնում, որ սա ռուսաստանյան ալիքների դեմ է արվում կամ նույն ադրբեջանական։ Բայց եկեք հասկանանք, իրական Հայաստանում հեռարձակվում են ռուսաստանյան հեռուստաալիքներ, մենք այդ մասին մեդիա հանրությամբ հայտարարություն ենք տարածել, դա չի կարգավորվում այս օրենքով, որովհետև այդ ալիքները հեռարձակվում են միջպետական, պայմանավորվածությունների դաշտում է եւ եթե իշխանությունները ուզեին, դրանք կարող էին դադարեցնել, ինչին մենք նաեւ կոչ էինք արել ցանկացած պահի։
Աշոտ Մելիքյանը չի բացառում, որ իշխանության նպատակը նաև Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգները չեզոքացնելն է։ Ես կարծում եմ, որ սրանով իրավական դաշտ է ստեղծվում, որպեսզի նմանատիպ հաղորդումները, մասնավորապես Սալավյովի հաղորդումների նման, ես 60 րոպե, մնացածները չեմ ուզում բոլորը թվարկել, որպեսզի հնարավորություն լինի պետական կառույցների համար ի ցույց դնելու այդ հեռուստաընկերություններին եւ նրանց մեջքին կանգնած պետությանը, որ դուք խախտել եք այս միջպետական պայմանագիրը եւ մեր օրենսդրությունը նաեւ, որովհետեւ ակնհայտ է ապատեղեկատվությունը, պիտակավորումը, այդ թվում նաեւ ժողովրդի հասցեին։ Վերջին խոսքն ազգային ժողովինն է, որտեղ փոփոխության հեղինակ իշխանության ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում։ Խորհրդարանի խոսնակն այսօր արդեն ողջունել է առաջարկները, հայտարարել այն խոսքի ազատության դեմ չէ։ Ազատության հարցին այս նախագիծն արդյոք հիբրիդային պատերազմին դիմակայելու շրջանակներում է, համաձայնել է, թե ինչ որ մասով այո, բայց ըստ Ալեն Սիմոնյանի սա Հայաստանի անվտանգությանը վերաբերող օրենք է, հասցեատերը բոլոր լրատվամիջոցներն են։ Հիբրիդային պատերազմի մասին խոսելիս իշխանականները հաճախ ռուսական ալիքներն են հիշատակում։ Ես նկատի ունեմ արտաքին ուժերը, ես նկատի չունեմ Ռուսաստանը, ես նկատի չունեմ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ասեմ բոլորը, ում գիտեք, Հայաստանի քարտեզը վերցրեք, նայեք աջ, ձախ, 100 երկիր են կողմ, 10 երկիր են կողմ, ասում բոլորը, դա Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերելի օրենք է։ Մեդիա փորձագետները դժգոհ են մշակման փուլում իրենց չեն ներգրավել։ Երևանի մամուլի ակումբը իդրաֆտում է նախագիծը հրապարակված տեսել, որոշ առաջարկներ է արել։ Ես կարծում եմ սա այն դեպքն է, որ անպայման Վենետիկի հանձնաժողովի կամ Եվրոպայի խորհրդի այլ փորձագիտական շրջանակների եզրակացությունը շատ կարևոր է։